Հայր ջան բարի օր, մի երկու խոսքով ամփոփենք երեկվա ուրեմն իրադարձությունները, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր իմ ընկերներին, բոլոր արժանապատիվ հայերին, բոլոր հավատացյալ հայոց սուրբ ուղղափառ առաքելական եկեղեցու հետևորդներին, որ երեք ներկա են մայր տաճարում, Այն բաշի բոզուկների մասին չեմ ուզում խոսել, այդ շրջիկ, այդ բոշա թափառական ուրեմն այդ տաբորը չկա այդքան, որ այդ մասին խոսեմ, բայց որոշ հանգամանքների մասին կուզեմ խոսել, մասնավորապես որ ասում ենք սադրիչներ, իմացեք, որ սադրիչները լինում են տարբեր տեսակի եւ տարբեր կողմերից են ելույթ ունենում Իմ աչքով ընկավ երեք նաև մարդիկ, որոնք այսպես գտնված աջակողմյան հատվածում են գտնվում, որտեղ որ կանգնած են հավատացյալները եւ իրենց զրույցներով եւ այլով, sense կամած էլի իբրև թե հա մենք sense բայց այդ բայցից հետո գնում էր իրենց ուրեմն սատանայական քարոզը, դա մեկ, հա եւ միամիտ մարդիկ գտնվում են, որ կանգնում են, խոսում են եւ միամտաբար սկսում են ինչ որ այնտեղ իրանց հիմնական խոսքի մեջ ուրեմն իբրև թե կողմ են հայոց եկեղեցու անսասանությանը, բայց պարակտիչ մտքեր արտահայտում են եւ դրանով պղտորում են իրական հավատացյալների հոգիները։ Դա մեկ։ Երկրորդ այնտեղ միտիկի կա, որ բոլոր կարևոր օրերին հայտնվում է բացահայտ ուրեմն օտարալեզու կին է եւ սկսում է գոռալ, որ սրանք ջհուդներն են, են, այս առաջին հայացքից մարդիկ կարող ոգևորվեն, ասեն, տեսել ոնց է պաշտպանում իրականությունը խոսում, սա սիոնիստական տեխնոլոգիան է։ Բոլոր տեղ ուրեմն իրենց այդ անտիսեմիտիզմի ուրեմն տարածման իրենց իսկ բերանով, իրենց իսկ մարդկանցով անտիսեմիտական ուրեմն լոզունգներ են գոչում, գոռում եւ այլն, ուրեմն սիոնիզմի վտանգը հասկացողները նման բաներ չեն անում, սիոնիզմի վտանգը հասկացողները լուր դիմադրում պայքարում են դրա դեմ այլ միջոցներով, առիթ չեն տալիս, որպեսզի դա օգտագործվի մեր դեմ, իսկ նման բացահայտ գոռում գոչուն մանավանդ օտարալեզու ու sense մի կերպ հայերենը այդ ղերով խոսացող մեկի կողմից, որը անթրոպոլոգիան խոսում է լրիվ ուրիշ բանի մասին եւ նա միշտ հայտնվում է այնպիսի հատվածներում, այնպիսի ժամանակ, որտեղ որ մեծ ուրեմն եւ մեծ տարածում է գտնելու այդ միջադեպը ոչ միայն Հայաստանում, այլ Հայաստանից դուրս։ Եվ անտիսեմիտական այդպիսի հայտարարություններ անելով նա ուրեմն այստեղ հայերի հարցը սարքում է ուրեմն հայերի վրայից ոնց որ այդ ժերտվայի, հա, զոհի բանը տեղափոխում է դեպի իրենց սիոնիստական այդ տեխնոլոգիայով, որ տեսեք, մենք մեր համար ստե նստած, այս մարդիկ գնացել են իրենց եկեղեցին, մեղավորը էլի մենք դուրս եկանք, տեսեք ինչ անտիսեմիտիզմ է ուրեմն Հայաստանում։ Իրականում այդպիսի բան չկա եւ այդ տեխնոլոգիան շատ վաղուց են օգտագործում, արդեն հազարամյակ կասեի, որ դա օգտագործվում է եւ մանավանդ երկրորդ համաշխարհայինի ժամանակ գիտենք ինչեր է տեղի ունեցել, ում ձեռքով եւ ոնց է դա արել։ Հիմա անցնենք մնացած հարցերին։ Ընդհանուր առմամբ նորից եմ ասում, շատ ուրախացա, որտեվ համարյա բոլորին, ում որ հույս ունեի, որ այնտեղ կտեսնեմ, տեսա եւ դա ինձ շատ ուրախացրեց, որ մարդիկ անձնական, աշխատանքային, ընտանեկան եւ շատ-շատերը նույնիսկ իրենց առողջական խնդիրները մի կողմ դրած եկել են անտեղ։ Ինչ էր սա ուրեմն այս հերետիկոս սրիկաների կողմից։ Սա ասում են ռազվեդկա բոյը շատ ճիշտ ձևով են շատերը ներկայացնում այսօր համացանցում, այո, սա հենց դա էր, այդ սրիկա վախկոտ հերետիկոսը, այդ իր ուրեմն բաշի բոզուկների այդ տաբորը ուղարկել էր, փորձելու տեսնում եւ իր ուրեմն աշենիկի մեջ գտնվող այդ
նախկին հոգևորականներին ուղարկել էր, որպեսզի շան նման հաճալով հոտոտեն տեսնեն, թե որտեղից է ուրեմն ինչ կարելի է սպասել հաջորդ ավելի վտանգավոր եւ ուժեղ հարված հասցնելու համար։ Ոստիկանության մասին։ Ես երբեք լավ չեմ խոսացել ոստիկանության մասին, որովհետեւ երբեք իմ ապրած կյանքում այս 56 տարեկան հասակում բացի հատուկենտ ուրեմն անհատների ուրեմն դրսևորումից ընդհանուր ոստիկանության սովետից սկսած հետ ուրեմն անկախության այդ տարիներին եւ արտասահմանում ոչ միտեղ ես չեմ տեսել, որպեսզի ոստիկանությունը գործի ի օգուտ ուրեմն ժողովրդի, նրանք միշտ էլ գործում են ի օգուտ իշխանության եւ հրամանով կատարում են շատ դեպքերում անօրինական ուրեմն հրամաններ են կատարում եւ եթե այսօր իշխանությունը փոխվի եւ նույն ոստիկանները մնան եւ անցնեն հաջորդ իշխանության ձեռքը, ապա նրանք նույն եռանդով ու ջանասիրաբար կատարելու են այդ իշխանության օրինական կամ անօրինական հրամանները։ Բայց ինչ նկատեցի երեք ոստիկանների մեջ հայերը ուրեմն ազգությամբ հայերը երեք իրենց մի տեսակ չեզոք էին փորձում պահել, իհարկե կային ջանասիրաբար հետույք մտնելու պատրաստ ուրեմն այդ տեսակը, որ շատ է, ցավոք սրտի շատ է, իրենց մի աման լափի համար, որ պատրաստ են այսպես պիտուխանալ, հա, այդ ֆորմանհակները պիտուշիցը ասում են, էլի, իրանց աքլորի տեղ են դնում, իրականում այն դաշտամկնիկի չափ էլ չկան, էլի, երբ որ հայտնվում են նման սիտուացիայում երես նորմալ տղամարդկանց դեմ ու ֆորմանհակները չի լինում։ Բացի այդ ուրեմն ոչնչություններից, այդ ոչիներից բացի մեծամասնությամբ տղերքը ոնց որ երեք ավելի շատ բան էին պահում, դե ստիպված են, չնայած ստիպված չի կարա մարդ լինի իր խղճի, իր հոգու, իր հավատքի, իր ազգի դեմ գնալ ստիպված չի լինում։ Մարդը ինչքան էլ ուզում է ստիպված լինի իր ազգի, իր հավատքի, իր պետության, իր էության դեմ չի կարա գնա։ Եվ դա իհարկե արդարացում չի բոլոր նրանց համար, ովքեր ասում են դե հիմա ստիպված ենք, բայց պետք է ասեմ, որ ինչ որ ձև նկատվում էր տարբերություններ նկատվում, որտեղ որ ասում են սյոտիկի գտնվում էին մայր տաճարում երևի ինչ որտեղ խորքում, սրտի խորքում, հոգի խորքում նրանց դեմ գնում էր այդ սատանայի դեմ կռիվը եւ մտածելով իրենց սերունդների, այո սերունդների, որովհետեւ բոլոր նման գործողությունները հավատքի մեր Հիսուս Քրիստոսի, մեր Աստծու, մեր եկեղեցու դեմ արված դուրս են գալիս սերունդների կաշվից եւ դա սարսափելի է, դա ահավոր սարսափելի է եւ բոլորը գիտեն իսկական ուրեմն հավատացյալ համոզված են որ կան հավատացյալներ նրանց մեջ եւս ոչ շատ երևի եւ իրենք զգում են այդ վտանգը նրանք հասկանում են ինչ բան է տեսնել քո գործած մեղքերի համար քո սերունդների հատուցումը եւ դրանից խուսափելով իրենց մի փոքր տղամարդավարի էին պահում ճիշտ էին պահում չեմ կարող դա գարանտիա չի որ իրենք այդպես կպահեն միջև վերջ եւ երբ որ ուրեմն այն քսի տված շների նման իրենց անհավատ ու ինքնությունը կորցրած այդ նամորնիկով շների նման որ հարցակվեն մարդկանց վրա իրենք էլ չեն մասնակցի այդ ամեն ինչին հիմա սա զգոնության կոչ արեց կաթողիկոսը հա բառի մասին այդ վեհությունը որ ես եմ տեսնում այս մարդու մեջ իմ կարծիքը լրիվ փոխվել է իր մասին ես միշտ մտածել եմ շատ վաղուց ասել եմ որ նրա անունը մնալու է պատմության մեջ որպես Գարեգին շինարար մի անգամ իմ ընկեր Զաքարը ասեց ու դա այդպես իմ մեջ տպավորվեց դե շատ տարիներ առաջ բայց նրա վեհությունը ես տեսա այս վերջի այս մի քանի ամսում ինչով հենց միայն նրանով որ պետքա վեհություն պետքա վեհ լինես որպեսզի կարողանաս նման սադրանքների նման ուրեմն իրավիճակում չտրվես մարդկային քո
բնական ուրեմն ցանկություններին եւ մնաս այդ վեհության վրա չիշնես ներքև, չհավասարվես նրանց, չսկսես քեզ պահել նրանց նման, չպատասխանես իրենց ձևով, չարձագանքես, այլ շարունակես աղոթել, շարունակես խաղաղության եւ ուրեմն զգոնության եւ մաքրության կոչ անել, մնաս կաթողիկոսի վեհության վրա, չիշնես ներքև։ Դժվար է, ես պատկերացնում եմ ինչքան դժվար է այս ամենին չտեսնել ու մնալ այդ վեհության վրա, չիշնել սրանց, թեկուզ մոտիկ չգալ եւ չպատասխանել իրենց ձևով։ Այդա վայելա կաթողիկոսին, այդա վայելա վեհապարին։ Եվ նրա ձայնի այդ տոնայնությունը, անսասանությունը, աղոթքների անդադար, երեք այդքան սադրանքների, այդքան այդ ճիվաղների, դժողքից եկող ձայների նման կողքից սենց, հա, իրենց կոկորտներն ու հայտույքները ճղելով, այդ արեստական, այդ բան արած ինչա, կոմբի կերվով պահած, բտած այդ ոչնչությունները ինչքան, այդտեսեք ես չեմ կարում, ես հոգևորական չեմ դիմանում, ցանկություն, չեմ կարողանում առանց ուրեմն բնութագրելու դրանց խոսել, իսկ ինքը ոնց է կարողանում այդքանից հետո մնալ այդ վեհության մեջ եւ թեկուզ իր ուրեմն երեսին այդպես գոռացող, հաչացող վարժեցած շներին թեկուզ հայացքով պատասխան չտան, այլ մնալ այդ խոնարհության մեջ, մնալ այդ վեհության մեջ, եւ դա ինձ շատ ուրախացնում է, եւ դա հենց դա նրա անսասանության մասին է խոսում, եւ դա հենց ուրեմն վստահություն ներշնչում մեզ հավատացյալներից, աշխարհիկ հավատացյալներից, որպեսզի մենք էլ անսասան մնանք, չկասկածենք, չտատանվենք մեր հավատքի մեջ եւ մենք հենց մեր ձևով պաշտպանենք մեր եկեղեցին։ Այդ մեր ձևով այսօրվա կուսակցության հետ չխառնեք, չնայած ես ասեմ, որ այդ մարդը Սամվել Կարապետյանը իմ համար 100%-անոց քաղբանտարկյալ է, որովհետև այդ խոսքը, որ նա ասել է, եւ որը ես հիմա ասեցի, որը կարող ցանկացած մարդ ասի, այդ խոսքի համար մարդուն դատապարտելը դա ուղղակի խայ տառակություն է, բայց ես ուղղակի ուզեցա, որ հանգարց ինձ ուրեմն ասոցացնեք որևէ կուսակցության կամ որևէ քաղաքական այդ կուսակցական բաների հետ։ Ես չկամ որևէ կուսակցության, չեմ եղել ու չեմ լինի։ Աստված մի առասցե։ Այդքանը Պապս մի պատմություն էր անդադ պատմում, կարծեմ Թումանյանը ունի դա նույնպես գրած գելի պատմությունը, հա, որ մեկը անդադ գոռում է գելը, սուտ գյուղացիք վազում են օգնեն, տեսնում են գել չկա, խաբել է, 1, 2, 3, 4 անգամ գելերը իրոք հարձակվում են, երբ որ գոռում է գելը, գնացող չի լինում ու այդ դրան ուտում են գելերը։ Հիմա չարխայինանանք, չասենք, որ չհամարենք, որ մենք մեր պարտքը կատարեցինք, հիշենք, որ հերետիկոս սատանիս շները չեն հանգստանում, նրանք չունեն այդ վեհությունը, որ ունեն հավատացյալ ժողովուրդը, նրանց մոտ նենգություն է, սրիկայություն է, տափուկություն է, օծություն է, այդ ամեն ինչին նրանք ընդունակ են, նրանք չունեն պատիվ, նրանք չունեն արժանապատվություն, նրանք չունեն մարդկային երես, նրանք ամեն ինչի, ամեն ստորության, ամեն տեսակի ուրեմն զազրելի արարքների ընդունակ են, թաքուն մեջքից եւ այլն տեսել եք էլի ինչեր են անում եւ ըստ այդմ մենք զգոն մնանք եւ ցանկացած ուրեմն վտանգի դեպքում ինչպես երեք մի մարդու նման լինենք մեր եկեղեցու մոտ այսօր չեմ հիշում ով էր գրել հա Արմենը Ներսիսյան մեր աշխարհաժողովի գրել էր ինչ օրի հասանք որ ուրեմն այդ ֆրոնտը հա այդ խրամատը քարվաճարից ու մռավի գագաթներից ու ջրականի եւ մեր որոտանի
սահմաններից եկավ հասավ Էջմիածին մայր տաճարի բակում, այդ խրամատը թշնամիների, հայ ազգի թշնամիների եւ այդ մի բուր հայության մեջ տեղափոխվեց ուրեմն Օմարի լեռնաշղթայից, ջրականի դաշտերից, ուրեմն Ագնայի ուրեմն անապատներից եկավ հասավ ուր մեր Սուրբ Էջմիածնի բակ, մեր Սուրբ տաճարի դռան դեմը, այո, երեք այնտեղ խրամատներ հայի ուրեմն վերանալու, հայի թշնամիների, մեր հայ առաքելական եկեղեցու, մեր հավատքի, մեր ազգի, մեր պետականության թշնամիների եւ այն մի բուր հայության մեջ, որ մնացել ենք, խրամատը տեղափոխվեց այնտեղից, տեսեք քանի 100 կիլոմետր էսկոմ եւ մտավ մեր Սուրբ Էջմիածին, սա վերջին խրամատն է եւ մենք իրավունք չունենք այդ խրամատից հեռանալու, հետևում էլ ոչինչ չկա, մի քայլ հետ գնալու չունենք, այդքան հիշեք, լավ եղեք, Աստված պահապան, անցավ եղեք։